Շնորհակալ եմ մեծարգո պարոն Հասանով, հարգելի գործընկերներ, պարոն Ռուբինյան, կարծես թե ստացվում է։ Առաջին օրը մեր մոտենում է ավարտին եւ մեզ բոլորիս շնորհավորում եմ, որ մենք կարողացել ենք այսօր ունենալ քննարկում, որը քիչ թե շատ ընդհանուր գծերով իսկապես հարգալից է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ այս պահը շեշտել, մենք կարող ենք մտքում ունենալ, որ մեզ համար դժվար է միևնույն օդը շնչել նույն դահլիճում, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտադիր չի, որ դրա մասին անընդմեջ լսեն մեր ելույթներից։ Իսկապես մեզ մոտ սա ստացվում է եւ իմիջիայլոց սա մեզ մոտ ստացվել է նաեւ սահմանադրական դատարանում քննարկման ժամանակ, որտեղ էլի շատ բարձր որակի քննարկում է ընթացել, բայց ես ուզում եմ պարոն Ռուբինյանի նախանշած թիրախին մեր հասած լինելու առնչությամբ այնուամենայնիվ վերարտադրել, թե ինչեր նա առաջարկում մեզ, քանի որ որոշ պատգամավորներ գալիս եւ այս ամբիոնի մոտից ասում են, որ իրենք չեն հաշտվելու ընտրությունների արդյունքների հետ։ Պարոն Ռուբինյանն էլ էր նույնը ասում, չէր ասում հաշտվեք ընտրությունների արդյունքների հետ։ Մնանք անհաշտ, փորձենք շարունակել փոխել քաղաքացիների դիրքորոշումները, բայց ընդունենք այդ ընտրության արդյունքները ի գիտություն։ Եվ սրա բաղադրիչ է օրինակ կազմում այն, երբ մենք այս ամբիոնից դիմում ենք բոլոր պատգամավորներին, դա դրա բաղադրիչն է։ Երբ ձեզ բոլորից դիմում եմ, դա ձեզ ընտրած առանց կաշառքի, մարդկանց եմ դիմում, իրենց նկատմամբ եմ հարգանք դրսևորում։ Հետևաբար, իրական այս խորհուրդները մենք ձեզ տալիս ենք ոչ թե որ դուք քաղաքականապես հաջողեք, որ Հայաստանը հաջողի։ Հայաստանը հաջողի։ Դրա մաս է նաև կազմում մինչև վերջ դահլիճում մնալը, եթե անհրաժեշտ է աթոռներից, սեղաններից բռնվելը, ատամները սեղմելը եւ միմյանց լսելը, այլ ոչ թե դահլիճը այսպես լքելը, ինչպես արեց Հայաստան դաշինքը, դե կամաց կամ, ինչպես։ Այո։ Եվ սահմանադրական դատարանի մասին խոսեցի, այնտեղի քննարկումների, այստեղ էլ խոսք գնաց սահմանադրական դատարանի որոշման մասին, դրա արդիվ կուզեմ մի փոքր խոսել։ Պարոն Գեղամ Մանուկյանը այստեղ սահմանադրական դատարանի որոշումից մի կտոր մեջ բերեց, ասելով, որ այնտեղ գրված է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղյակ է եղել խախտումների մասին, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ահա տեսեք ինչպիսի լավ որոշում է այս մասը չասեց, բայց էդ է դուրս գալիս, երբ որ դու ցիտում ես այդ տոնով սահմանադրական դատարանի որոշումը, բայց այն հատվածը, որը նա մեջ բերում է, 35-րդ էջն է կարծես ՍԴ որոշման, կողմերից մեկի դիրքորոշումն է ընդամենը, չկան, որ լսեն ինչ եմ ասում։ Այսինքն դիմող կողմերից մեկի դիրքորոշումը, ինչպես եւ բոլոր կողմերի դիրքորոշումները, սահմանադրական դատարանը առաջին 120 էջը վերարտադրել է դա։ Պարոն Մանուկյանը բացել է պատահական մի հատ էջ, կարդացել է դիմող, այսինքն ընտրությունների արդյունքներից բողոքող կուսակցություններից մեկի դիրքորոշումը եւ դա կարդում է որպես ՍԴ որոշում, որպես փաստ իր ասիրած ժանրով այստեղ թղթերը թափահարում է։ Բայց սա թողնենք մի կողմ, գանք պարոն Վարդևանյանին, որը այնուամենայնիվ իրավաբան է եւ նման բան չեր անի, բայց նա էլ մի քիչ ուրիշ տիպի բաներ է անում։ Ինչ է ասում պարոն Վարդևանյանը, ելի կրկին մեջբերում է սահմանադրական դատարանի որոշումը, կարծես այն հայտարարել է, որ մենք կեղծել ենք ընտրությունները։ Եթե դա այդպես է, պարոն Ղազարյանի հետ չեն շփվում իրանք, որ պարոն Ղազարյանը չգա այս ամբիոնից ասի Սերդար Քլչը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումից առաջ ընկավ, ավելին գիտեր, տեղյակ էր, հավանություն էր տալիս։ Բայց հիմա ըստ էության անդրադառնանք ինչ է ասում պարոն Վարդևանյանը։ Ասում է սահմանադրական դատարանը ասել է, որ սոցիալական կաշառք է բաժանվել։ Սահմանադրական դատարանի հետ այդ 193 էջերի մեջ իհարկե տարբեր ձևակերպումներ է անում եւ այդ ձևակերպումներից շատերը պարոն Վարդևանյանը ինձնից լավ սա գիտի։ Հովանոցային ձևակերպումներ են։ ՍԴ-ն ասում այս ինչ բան է, լավ, այս ինչ բան է, վատ է, չի դնում ենթական թիրախը, թե դա ով է արել։ Եվ օրինակ սոցիալական կաշառքի մասին այսպիսին է նախադասությունը, ասում է, եթե ծրագրեր են իրականացվում, որոնք նախապես հայտարարված ծրագրերին էականորեն հակասել են եւ այլ հանգամանքների լույսի ներքո կարող են դիտարկվել, որ վերադարձակ, կարող են դիտարկվել որպես սոցիալական կաշառք։ Դուք շատ լավ գիտեք, եւ դուք շատ լավ գիտեք, որ այդ պարբերությունը առիթ կունենաք այստեղից ինձ պատասխանելու, հիմա մի ընդհատեք։ Գիտեք, որ այդ պարբերությունը ոնց որ ֆորմուլայի մասին է, թե ինչպես պետք է ստուգումը կատարվի։ Այդտեղ գրած չի, որ դերակատարը ինչ է արել։ Հիմա անդրադառնանք մեզ, մենք քանի անգամ ենք թոշակները բարձրացրել, մենք չենք խոստացել, որ այդպիսի բան ենք անելու։ Այսինքն ոչ միայն մեր արարքը
չի հակասել մեր ծրագրին, էականորեն չի հակասել, ավելին, մեր արածը բխել է մեր նախընտրական ծրագրից։ Հետո դուք էլի դրական լույսի ներքո մեջբերում եք ՍԴ որոշումը, որտեղ էլի պետք է ոնց որ պարզաբանեք, հիմա ՍԴ որոշումը լավն էր թե վատն էր։ Ասում եք, որ իրավապահ մարմինները չպետք է հրապարակեն եւ այլն եւ այլն։ Էլի Սահմանադրական դատարանը շատ բաներ ասում է որպես հովանոցային ճիշտ նախադասություններ։ Այս ինչ բան է լավը, այս ինչ բանը վատը։ Եւ դրա մեջ ասում է, չէ, այդտեղ էլ կա պայման։ Ասում է քրեական վարույթի նպատակների տեսանկյունից անհրաժեշտության բացակայության դեպքում հորդորում եմ այդպիսի բաներ չանել։ Ես ճիշտ հասկացա, որ դուք նաև պնդեցիք, որ Սահմանադրական դատարանը մանդատագողության փաստնել է փաստել։ Այդ անցանք ուրեմն լավ։ Հաջորդ թիվ ասում եք 49%-ը փոքր է 50%-ից։ Չէ, տենց բան չի ասել, եթե պնդում եք, ես հիմա այդ հատվածները կկարդամ ամբողջությամբ, բայց եկեք երկխոսության չվերածենք, ես շատ կարևոր բաներ ունեմ ասելու մյուս падգամավորների մասին, ապշանքս պիտի կիսեմ ձեզ այդ հարգելի գործընկերներ, բայց ինչևէ, դուք ասում եք 49%-ը փոքր է 50%-ից, եթե հիշում եք անցած տարի օգոստոսի 2-ին դուք այս ամբիոնից կամ գուցե օգոստոսի 3-ին, գիտեք ինչ եք ասել։ Ասել եք դուք հավաքել եք ընտրություններին մասնակցել եք 49%, մասնակցությունը դուք հավաքել եք 53%, այնինչ աշխարհասփյուր հայությունը 10 միլիոն է։ Չէ, օգոստ 2021 թվականին ձեզ մեր արդյունքը դուր չէր գալի, որտեղ դուք աշխարհասփյուր հայության հետ էիք մեզ համեմատում։ Այսօր եկել եք մի հատ ֆորմուլան փոխել եք, ասում եք դե ընտրություններին մասնակցել եք 49%, դրանից դուք հավաքել եք 49%, էլի դա չի արտացոլում ժողովրդի կամքը։ Ես ենթադրում եմ, որ մի օր Հայաստանը, երբ ժողովրդավարական բարեբախտություն ունենա կոալիցիաներ կազմելու, դուք կգաք այդ կոալիցիոն բաների տոկոսները էլի կբաժանեք, կասեք էլի չի ձգում ժողովրդին։ Պարոն Վարդիմանյան, ժողովուրդը այդպես չի որոշվում։ Ժողովուրդը մեծամասնության ու փոքրամասնության միասնությունն է, ու այդպես են երկրները կառավարվում։ Այլ ձև չկա դրա կառավարման անհրաժեշտություն չկա, հիմա դուք ինձ արձագանքեք, հետո դա կանեք։ Հիմա ինչի մասն եմ ուզում խոսեմ։ Հա, իսկ ինչ է ասել ՍԴ հասցեական։ Ասել է հետևյալը։ Ես մի հատ կարդամ էլի հովանոցային մի բան, որ զգաք տարբերություն էլի։ Ասում է Սկզբունքային նշանակություն ունի այն, որ ընտրությունների յուրաքանչյուր մասնակից զգա համապատասխան գործընթացի բարեվարկության ապահովման բեռի ողջ ծանրությունը։ Սա հովանոցային է, սա ձեզ դեռ բան չի ասում, բայց մոտենում է դրան։ Ասում է քաղաքական ուժերը չեն կարող թաքնվել պետության պոզիտիվ պարտավորությունների հետևում եւ ծածուկ օգտվել ընտրական կոռուպցիայի պտուղներից, լոկ այն պատճառով, որ ընտրակեղծարարության դեմ պայքարում պետությունը շարունակական ձախողում է ունեցել այն արմատախիլ անելու հարցում։ Սա վերաբերում է ոչ միայն ազգային ժողովի մեծամասնություն ունեցող, այլ հավասարապես ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին։ Կամաց-կամաց մոտեցավ ձեր տներին։ Իսկ հիմա ասում է շատ ավելի հասցեական։ Այդ առնչությամբ ընտրական գործընթացի մասնակից մի շարք քաղաքական ուժեր որևէ պահի հրապարակայնորեն կոչ չեն արել ընտրողներին մերժել իրենց օգտին կաշառելու ցանկացած փորձ։ Չեն սահմանազատվել հրապարակված դեպքերից, բայց այս մերժելու պահը եւ չեն գործակցել իրավապահ մարմինների հետ համապատասխան պրակտիկայի դեմ։ Ընկերներ, դրա օրինակը սա է։ Երբ վարչապետին ասում են վարչական չարաշահում, ռեսուրսի չարաշահում, ի՞նչ է ասում վարչապետը։ Ասում է ես զզվում եմ վարչական ռեսուրսից, այս բառերով ասում։ Եվ որ աշխատանքից կազատվեն բոլոր նրանք, ովքեր նման բան կանեն։ Ձեզնից պահանջում է Սահմանադրական դատարանը ուժերից ներառյալ դուք դատապարտել չէ, կոչ մերժել իրենց օգտին կաշառելու ցանկացած փորձ, պետքա կոչ անեիք, որ համոզիչ լիներ, այնինչ եթե դուք հիմա եկել եք post factum ասում եք վճռականորեն դատապարտել ավելի ուժեղ, այսօր կգաք ստեղից կոչել կանեք, բայց ոնց որ անցել են այն օրերը, երբ որ դուք պետք է ասեիք թաթիկները կկտրենք նրանց, ովքեր մեր անունից կաշառք կբաժանեն, այ դա ուղերձ կլիներ։ Այ դա ուղերձ կլիներ։ Հիմա բայց կներեք, էլի ես 30 վայրկյան ունեմ ընդհանրապես, բայց մի շատ կարևոր բան պետք է ասեմ, ընկերներ, ես ապշած եմ ուղակի։ Այսօր առաջին հարցը հնչեցրած պարոն Գառնիկ Դավթյանը, պարոն Դավթյան, մենք իրար ճանաչում ենք։ Ես վարել եմ հայ-ադրբեջանական երիտասարդական այն երկխոսությունը 2014 թվականի հունվարին, որին դուք մասնակցել եք։ Ես ձեր հայտը ստացել եմ, ընթերցել եմ, ձեզ ընտրել եմ։
տարել եմ երկխոսության Վրաստանում ադրբեջանցի երիտասարդների հետ եւ դուք նրանց հետ այնտեղ շփվել եք։ Մարդիկ ինձ հիմա նամակներ են գրում, ասում են մեր Գառնիկը։ Պարոն Շիրազը Մանուկյան, ինձ փնտրում է տևական ժամանակ, ասում է, ասա այն թուրքերի անունները ում հետ որպես գիտնականներ Հայաստանի եւ հայեր են գրում, հայեր գրում են։ Հայերը, ինչպիսի մեծ անդունդային տարբերություն դա է եւ ճիշտ Կարապետյան, խնդրում եմ վերջացրեք։ Լավ, ինչևէ, ընկերներ, մեկ այլ առիթով կշարունակենք այս հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական շփումների մասին բացահայտումները։